Այսօր Կարմիր ուրբաթ է, ավագ շաբաթվա ամենածանր օրը։ Ուղղափառ եկեղեցին հիշում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, խաչից իջեցումը եւ ուղարկավորումը։ Տաճարներում այսօր կկատարվի խաչից իջեցման կարգը։ Կարմիր ուրբաթին եկեղեցիներում պատարագ չի մատուցվում, քանի որ ավետարանի համաձայն մարդկության մեղքերից փրկելու համար Տերն իրեն զոհաբերեց։ Ծառայության ժամանակ կատարվում են թագավորական ժամերը, որոնց ժամանակ ընթերցվում է ավետարանը Տիրոջ տառապանքների մասին։ Հավատացյալներն այսօրը ձվերը կարմիր են ներկում, թխում են Պասկա, քանի որ ավետարանի համաձայն Հիսուս Քրիստոսի խաչելությունը տեղի ունեցավ հրեաների Պասեքի տոնին։ Սամեբայի մայր տաճարում կանցկացվի երեկոյան ժամերգություն եւ ժամը 14-ին դուրս կբերվի խաչից իջեցման սրբապատկերը, որտեղ ծառայությունը կկատարի պատրիարքական գահի տեղապահը։ Ինչ վերաբերում է Զատկի պատարագին, այն կանցկացնի Տեր Շիոն ուրբաթ օրը ժամը 23-ին Սիոնի պատրիարքական տաճարում։ Առատ տեղումների պատճառով Վրաստանի տարածաշրջաններում ավտոճանապարհներին սահմանափակումներ են սահմանվել։ Մցխեթա Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհի Գուդաուրի Փոստա Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտի երթևեկությունը։ Մլեթա Գուդաուրի հատվածում երթևեկությունը թույլատրվում է առանց կանգառի անցման ռեժիմով։ Ձյան պատճառով ներքին նշանակության Քութայիսի Մոծամեթա Տղիբուլի Ամբրոլաուրի ճանապարհի Նաքերալայի Լեռնանցքի հատվածում եւ Սաչխերե Սարեկի Ուզունթա Շքմերի Զուդալի ճանապարհին ժամանակավորապես արգելվում է կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։ Օդերևութաբանների հայտարարությամբ Զատկի օրերին Վրաստանում կպահպանվի անկայուն եղանակ։ Երկրի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ բարձր լեռներում ձյուն։ Օդի առավելագույն ջերմաստիճանն արևմտյան Վրաստանի հարթավայրերում եւ արևելյան Վրաստանի դաշտային հատվածներում կլինի 10-ից 15 աստիճանի սահմաններում։ Օդերևութաբանների պարզաբանմամբ ապրիլի 14-ից եղանակը կկայունանա, իսկ ապրիլի 15-ից ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։ Զատկի պայծառ տոնի առթիվ Թբիլիսիի մետրոն կաշխատի երկարացված ձևով։ Ապրիլի 11-ի ժամը 23-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 4-ը երթևեկությունը կլինի անվճար։ Միաժամանակ ապրիլի 12-ից 13-ին կսահմանվեն ավտոբուսի 9 ժամանակավոր երթուղիներ։ Ավտոբուսները ուղևորներին կտեղափոխեն ժամը 08-ից մինչև 20:00-ն Մուխաթկվերդի, Վաշլիջվարի, Կուկիայի, Նոր Կուկիայի, Մախաթայի, Սաբուրթալոյի, Ղրմաղելիի, Վելիի եւ Վարկեթիլիի գերեզմանատների ուղղությամբ։ Հասարակական տրանսպորտի հատուկ երթուղիները կտեղաշարժվեն մետրոյի հետևյալ կայարաններից՝ Մարջանիշվիլի, Դելիսի, Սարաջիշվիլի, Վարկեթիլի շրջակայքից, ինչպես նաև Դիդուբե կայարանի վերին ելքից, կայարանի հրապարակից, Թբիլիսի ցենտրալի դիմաց, Բեսարիոն Ճիճինաձեի փողոցից, համար 25 շենքի դիմաց եւ Վարկեթիլիի երրորդ մասից, Շուամթայի եւ Աբաշիձեի փողոցների խաչմերուկից։ Նշված երթուղիներով քաղաքացիները երկու օրվա ընթացքում անվճար կօգտվեն ավտոբուսներից։ Գների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։ Սննդամթերքից եւ դեղորայքից հետո հանձնաժողովն արդեն կսկսի վառելիքի գների ուսումնասիրությունը եւ կհանդիպի նավթամթերքների ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովի ղեկավարի հայտարարությամբ սննդամթերքի վերաբերյալ ուսումնասիրվել է ավելի քան 60 ընկերություն։ Մշակվում է առաջնային գործողությունների ծրագիր, որի հիման վրա սպառողները կոնկրետ ապրանքների դեպքում շոշափելի արդյունք կստանան։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, դրա նպատակն է ոլորտը դարձնել ավելի թափանցիկ եւ մրցունակ։ Հանձնաժողովը հավանաբար մինչև ապրիլի վերջ կկարողանա ներկայացնել իր առաջարկությունները։ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ տեղեկություններ կան, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող տանկերից հարկեր է գանձում։ ԱՄՆ-ի նախագահը սոցիալական ցանցում գրում է, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, Իրանը պետք է անմիջապես դադարեցնի այդ գործողությունը։ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ սա չի համապատասխանում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահը Իսրայելին կոչ է արել նվազեցնել Լիբանանի վրա հարվածները։ Թրամփի խոսքով ինքն աջակցում է Իսրայելի եւ Լիբանանի միջև խաղաղ բանակցություններին։ Պետվարչության տեղեկություններով այդ բանակցությունները հաջորդ շաբաթ կհյուրընկալի Վաշինգտոնը։ Իսրայելի վարչապետը հայտարարում է, որ իր կաբինետին հանձնարարել է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները Լիբանանի հետ։ Լրատվամիջոցների տեղեկություններով, չնայած ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի 2 շաբաթյա համաձայնությանը, Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի ուղղությամբ։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հեզբոլլահի դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի հյուսիսային բնակիչների համար լիարժեք անվտանգությունը չի վերականգնվի։